Ով է մահացած կալանավորը, ինչի համար նա հայտնվեց բանտում, ուշացած ապացույցներն ու կյանքի վերջին օրերը։ Արմդուլ լրատվականը գրել էր, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն կալանավոր է մահացել։ Վերջինս 43-ամյա Տավրոս Ալբերտի Ոսկանյանն էր, որը ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են եղել։ Դիմել էին քրեակատարողական ծառայություն, որտեղից քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել էր. Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող 1982 թվականի ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29/01/26 թվականին կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04/02/2026 թվականին կալանավորված անձը տեղափոխվել է Պալատի բուժօգնության կենտրոն։ 17/02/2026 թվականին կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Եվ այսպես, Արմդուլ լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել կալանավորի մահվան դեպքից։ 2025 թվականի հուլիսի 7-ին դատարան է մուտք եղել Տավրոս Ալբերտի Ոսկանյանի վերաբերյալ քրեական գործ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2025 թվականի մարտի 24-ին առավոտյան ժամը 8-ից 9 ընկած ժամանակահատվածում պատուհանը տեխնիկական միջոցների գործադրման բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Անահիտ Կոստանտինի Ներսիսյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 47-րդ շենքի թիվ 3 բնակարան եւ ննջասենյակից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող արծեթյա զարդերը 65,000 դրամ եւ 2 միլիոն դրամ գույքային վնաս։ Ուսումնասիրելով նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը տեղեկանում ենք, որ մեղադրյալ Տավրոս Ոսկանյանը դատարան մի քանի անգամ դիմում է ներկայացրել եւ տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ սույն դատական նիստին։ Ավելին, 2025 թվականի հոկտեմբերին դատավոր Արտակ Կարապետյանը քրեական գործով մեղադրյալ Տավրոս Ալբերտի Ոսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել է 3 ամիս ժամկետով, մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը ներառյալ։ Մեղադրյալ Տավրոս Ոսկանյանի եւ պաշտպան Էդիկ Աղաբեկյանի միջնորդությունները այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մերժվել էր։ Մեղադրյալը պարբերաբար պնդել է, որ գլխուղեղի քաղցկեղ ունի եւ սպասում է բժիշկների եզրակացությանը, սակայն եւ դատարանը եւ մեղադրող դատախազը պահանջել են ապացույցներ։ Արդյունքում մինչ մեղադրյալ Տավրոսը ապացույցներ կներկայացներ 2026 թվականի հունվարի 7-ին գործարար Սամվել Կարապետյանին կալանքի տարած դատավոր Արտակ Կարապետյանը վճիռ է կայացրել Տավրոս Ոսկանյանի մեղավոր ճանաչել եւ ազատազրկման դատապարտել 5 տարի 4 ամիս ժամկետով, որը նա պետք է անցկացներ քրեակատարողական հիմնարկում։ Արմդուլ լրատվականը տեղեկացավ, որ մեղադրող դատախազը եղել է V Մարգարյանը։ Հունվարի 7-ին վճիռ կայացնելուց հետո պաշտպանական կողմը ստացել է բժիշկների եզրակացությունը, որ մեղադրյալը լուրջ առողջական խնդիրներ ունի, քաղցկեղ։ Արդյունքում պաշտպանական կողմը դիմել է դատարան, որ կալանքը փոխարինեն այլ խափանման միջոցով, սակայն դատարանից պատճառաբանել են, որ վճիռն արդեն կայացրել են եւ այլ բան անել չեն կարող։ Արդյունքում մեղադրյալ Տավրոս Ոսկանյանի պաշտպանները փետրվարի 16-ին դիմել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան։ Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է դատավորներ Մակար Կիրակոսյանին, Լուսինե Ալավերդյանին, Սևակ Համբարձումյանին, ու հենց այդ օրը կալանավորը մահացել է։